Քանձերի կղզի երկրորդ մաս, սև նշանը։ Հաջորդ օրը Ջիմի հայրը մահանում է, ու Ջիմին մոռանում է Բիլի Բոնսի բոլոր ասածների մասին։ Ու մի օր պանդոկ է գալիս մի մարդ ու ասում, որ նրան տանեն Բիլի Բոնսի մոտ։ Անծանոթը կաղալով է քայլում և լինում է կույր։ Այդ կույր մարդը Ջիմին ասում է, որ Բիլի ձեռքը տա իր ձեռքին։ Երբ Բիլին տեսնում է այդ մարդուն, սթափվում է, բայց չի կարողանում կանգնել։ Այդ կույր մարդը Բիլի ձեռքի մեջ ինչ-որ թուղթ է դնում ու ասում, գործը արված է, ու թողում ու գնում։ Երբ Բիլին բացում է այդ թուղթը, Ջիմին ասում է սև նշան, և դա ասում է, որ նշանակում է, որ իր ընկերները ժամը 10-ին գալու են իր հետևից։ Այդ ժամանակ Բիլին փորձում է կայնել, բայց չի կարողանում, ընկնում է գետնին, և այդ ժամանակ Ջիմին հասկանում է, որ Բիլին մահացավ։ Առանց ժամանակ կորցնելու մորս պատմեցի Բիլի Բոնսի սունդուկի և նրա մասին։ Ես ու մայրս բացեցինք այդ սնդուկը մեծ հույսերով, որ այնտեղ փողեր կլինեն, որովհետև Բիլի Բոնսը չէր վճարել ոչ քնելու, ոչ ուտելիքի գումարը։ Երբ մենք սնդուկը բացեցինք, այնտեղ կային քարտեզ, լիքը մանր մուներ բաներ և կտորից տոպրակի մեջ փողեր էին։ Երբ մենք գումարը հաշվում էինք, այդ ժամանակ Բիլի Բոնսի ընկերները եկան պանդոկ ու պանդոկը տակնու վրա արեցին։ Ես ու մայրս գնացինք ու թաքնվեցինք։ Երբ նրանք պանդոկը տակնու վրա արեցին, հասկացան, որ մենք սնդուկը բացել են ու մեջի քարտեզը չկա։ Երբ Բիլի Բոնսի ընկերները ինձ ու մորս էին գտնում, եկան զինվորականները։ Ու այդ ժամանակ Բիլի Բոնսի ընկերները փախան։ Ու այդ ժամանակ զինվորականները մեզ հարցրեցին, թե ինչ էին նրանք փնտրում։ Մենք զինվորականներին ցույց տվեցինք քարտեզը և նրանք ասեցին, որ լավ կլինի այդ թղթերը տանել բժիշկ Լիվզի մոտ, որ նա նայի։ Դե ինչ, կհանդիպենք երրորդ մասում։ Ինչ եք կարծում, թե ինչ է լինելու երրորդ մասում։